մեր հավաքականի վերջին խաղերին հետևել եք։ Այո, խայտարակություններ դուրս չեկավ հեչ։ Իսկ հիմնական խնդիրներ եք տեսել մեր հավաքականի խաղում, ինչ փոփոխություններ պետք է լինեն ըստ ձեզ։ Դրսից մի հատ տրիներ որ բերեն, նա արդեն կընտրի իսկական ֆուտբոլիստները մեր։ Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք տարբեր կլուբներում, տարբեր ռեսպուբլիկաններում, առաջվա սովետական միության, տարբեր երկրներում։ Այսօր մեր հավաքականում դրանք չկան։ Ինչի մեր միակ աստղը Հենրիկ Մխիթարյանը մեր հավաքականում չի խաղում։ Նեղացրին, թողեց գնաց։ Շատ ունենք ֆուտբոլիստներ, մեր ազգը հրաշք ազգ է, մեր ազգի պես ազգ չկա։ Տեսեք, օրինակ ասում եք միջազգային մարզիչներ պետք է բերեն։ Օրինակ մենք դրսից, մենք օրինակ ունեցանք Պետրակով, Կապարոս, Վանսխի, բայց երեքի մոդելը ժամանակներն ուրիշ էր։ Հիմա մեր ժամանակները մեր հանրապետությունը այսօր լավ վիճակում է։ Տենում ես մեր շրջապատում ինչքան տուրիստներ կան, ինչքան երկրներից են գալիս։ Հանրապետությունը բարձրացել է շատ բարձր մակարդակի վրա։ Այսօր մեր ֆուտբոլն է մենակ ցածր մակարդակի վրա։ Տես երեք մեր Ծառուկյանը Արմանը դարավ համաշխարհային աստղ։ Տես երեք գիշեր մահացավ մեր հանրաճանաչ ժիվոյ լեգենդա ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանը, որ եկավ մեր Արարատ 73-ին դարձրեց աստղ։ Ունենք տենց մեկն ու մեկը կգա մեր Արարատ 2026-ին կսարքի իրոք աստղ։ Հավաքականի խաղերին հետևում եք։ Այո։ Եվ ինչ տպավորություն ունեք։ Այնքան դժվար հարց եք տալիս։ Սենց պատասխանեմ։ Խորեն Հովհաննիսյանի անունը ինչու չկա։ Ֆուտբոլի այդ ֆեդերացիայի նախագահը որ ընտրում էին, Խորեն Հովհաննիսյանը դուրս հանվեց, ինչի համար։ Միջև հիմա պարզ չէ։ Այդ բացատրությունը ով պիտի տա, ոնց հասկանանք։ Միգուցե ֆեդերացիայի նախագահը Խորեն Հովհաննիսյանը լիներ, հիմա դա հենց չլիներ։ Ինչի հրաժարական չի տալիս։ Այդ 9-1-0 հաշվով պարտությունից հետո պետք է հրաժարական լինի։ Հրաժարական պետք է լինի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է հրաժարվի, որպեսզի վերականգնի։ Դա ամոթալի բան է 9-1։ Ամբողջ աշխարհում այդպիսի բան չկա։ 9-1-ով պարտվես։ Հա 2-1, 3-1 կարելի է, բայց 9-1-ը դա արդեն։ Իսկ օրինակ ձեր կարծիքով հավաքականում որ ֆուտբոլիստն է պակասում, որ մենք ունենանք գլխավոր գոլահար։ Խորեն Հովհաննիսյանի նման ֆուտբոլիստ։ Ամբողջ աշխարհը ցնդում էր, ոնց է Մարադոնայի պես խաղում էր Խորեն Հովհաննիսյանը։ Հիմա ես զարմանում եմ, անունը չեն տալիս։ Չգիտեմ, ես վստահ եմ, որ ֆեդերացիայի նախագահը Խորեն Հովհաննիսյանը լինի, ամեն ինչ կփոխվի։ Ում էլ բերես հələ որ օգուտ չի տա, մինչև պետական աջակցություն չլինի։ Տղաները մեղք չունեն, տղաները լավ են խաղում, տղաներին լավ ղեկավար է պետք, մարզիչից սկսած ֆեդերացիայի նախագահով վերջացած։ Լավ տպավորություն չունենք։ Ինչ հիմնական խնդիրներ եք տեսել մեր հավաքականի խաղում, ինչ փոփոխություններ պետք է լինեն ըստ ձեզ։ Պրոֆեսիոնալ մարզիչներ պետք է լինեն։ Միջազգային մակարդակի, միջազգային։ Եվ ֆեդերացիան էլ պետք է նորմալ ֆեդերացիա լինի, ես չգիտեմ, իրանք չեմ ճանաչում, բայց այն ինչ որ ես տեսնում եմ, իրանք իրանց տեղում չեն։ Դիփոխում։ Ինչ ասեմ։ Տպավորություններ ունեմ, որ ժամանակավոր process է։ Մեծ հույսեր չունեմ մոտ ապագայում, բայց հուսով եմ ոնց որ հայկական թասիբը ինչ որ մի բանի կբերի մի օր, էլի։ Մոտավորապես sense։ Օրինակ Մելիքյանը որ եկավ, մենք հաղթեցինք Գրիլանդիային, բայց նաև խոշոր հաշվով պարտություն կրեցինք Պորտուգալիայից։ Սա մեր երրորդ թերևս խոշոր հաշիվներ 9-1, 9-0։ Առհասարակ այս հաշվի վերաբերյալ ինչ կարծիք ունեք եւ ընդհանրապես կխնդրեմ ասեք, օրինակ ինչ փոփոխություններ եք պատկերացնում, որ պետք է լինի մեր ֆուտբոլում, որ ավելի զարգանա։ Փոփոխությունը առհասարակ ինքը ժամանակավոր բնույթ է կրում, ֆեդերացիայի հետ է կապված, չեմ կարող ասել ֆեդերացիան ինչ է անում, ինձ թվում է պարզապես ձեռքերը ծալած չի նստում, բայց համենայն դեպս ճիշտ ինչ որ գործիքներ չի օգտագործում, կամ այդ որ ասում եմ իմ խելքի բանը չի,
բայց որպես լուծում սիտուացիայի պետքա պրոֆեսիոնալիզմը մտցնել ավելի շատ։ Հիմա չգիտեմ ինչքան ակադեմիաներ կան, որ ավելի պրոֆեսիոնալ կերպ են իրենց ակումբները ներքին կարգով մանկապատանեկանը առավել եւս զբաղվում, բայց ես առհասարակ չեմ համարում, որ մեր առաջնությունը, բարձրագույն առաջնությունը պրոֆեսիոնալիզմի հետ կապ ունի ինչ որ առումով, ամենայն հարգանքով իհարկե չեմ թերագնահատում իրանց արած աշխատանքը, ես մեծ սիրով կուզենամ, որ ինչ որ մի օր այդ պատկերը լինի, բայց տեսնում եմ պրոգրեսը տարիների ընթացքում, այնտեղ նույն Նոան, Փյունիկը, որ միշտ եվրո այդ գավաթների համար պայքարում են, չգիտեմ, ինձ թվում է ժամանակավոր բնույթ է կրում ու պետք է ավելի շատ հայ ֆուտբոլիստներ տեսնենք, ինձ թվում է, որ ակումբը ավելի շատ հայ ֆուտբոլիստով առավելության հասավ, այդ պահին կարելի է հասկանալ, որ ինչ որ մի բան ճիշտ է արվում այդ պահին արդեն, էլի, որովհետև հենց մեկը Նոայի արտասահմանյան լեգիոներները մի քիչ, հա, ես էլի մեծ սիրով որ նայում եմ, ուրախ եմ իրանց հաջողություններին, բայց կուզենամ ավելի շատ հայ տղեկին տեսնեմ, էլի։ Գոհ եք մեր հավաքականի ելույթներից։ Հիմնական խնդիրներ եք տեսել մեր հավաքականի խաղում, ինչ փոփոխություններ պետք է լինեն ըստ ձեզ։ Ամեն մարզերում պետք է գիշերօթիկ դպրոցներ բացել մանկական։ Եվ այնտեղից վարժեցնել գյուղերի ավելի զարգացած երեխեք։ Այնտեղից նոր բերել էստեղ։ Պետք է մարզերում գիշերօթիկ ֆուտբոլի դպրոցներ բացել։ Հետևում եք հավաքականի ելույթներին։ Միանշանակ, այո։ Իսկ ինչ տպավորություն ունեք։ Տպավորություններից էս մի քիչ խառն են, բայց ինձ թվում է ամեն ինչ լավ է լինելու, չենք հուսահատվում, էլի։ Հիմնական խնդիրներ եք տեսել մեր հավաքականի խաղում, ինչ փոփոխություններ պետք է լինեն ըստ ձեզ։ Փոխություններ պիտի պաշտպանությունում լինի, դե ինքը նոր է մարզիչ, չեն կարելի տենց մեծ հույսեր բան անենք, որ միանգամից պիտի սենց սաղ հաղթեն, բայց ինքը մյուս տարում հաստատ փոփոխությունը տենալու ենք։ Այս պահին լավ տրամադրից լավ բան չկա, էլի հավաքականի հետ կապված։ Ինձ թվում է պետքա փոխվի ամբողջը։ Հիմնական խնդիրներ եք տեսել մեր հավաքականի խաղում, ինչ փոփոխություններ պետք է լինեն ըստ ձեզ։ Ինձ թվում է ավելի երիտասարդների ներգրավեն։ Այդ ժամանակ մի քիչ մոտիվացիա կլինի։ Ֆուտբոլը փողոցներում որ հաղան այն ժամանակ կզարգանա։ Միշտ փողոցային ֆուտբոլն է զարգացած եղել։ Հիմա չեն խաղում ոչ միտեղ, խաղալ տեղ էլ չկա, որտե խաղան։ Վերջի խաղին շատ դուր չի եկել իհարկե, ոչ թե դուր չի եկել, ցավում եմ, որ տենց է վերջացել։ Իսկ ընդհանրապես ինչ կարծիք ունեք։ Հիմնական խնդիրներ եք տեսել մեր հավաքականի խաղում, ինչ փոփոխություններ պետք է լինեն ըստ ձեզ։ Դե չգիտեմ, շատ հանգամանքներ կա, սկսած մարզիչից, սկսած ֆինանսավորումից, սկսած մոտիվացիայից։ Ինձ թվում է մոտիվացիա ունեն, որտեղ հայ են, իրանց երկրի պատիվն են պահում։ Երևի ուրիշ բաներ կա, որ երևի ես չգիտեմ։ Մեր հավաքականը լավ է խաղում, բայց ավելի լավ կարող է, ես կարծում եմ այդպես։ Դե բնականաբար պետք է այդ թիմային խաղը լինի, որ ցանկացած խաղացող մեկը մյուսին զգալով խաղա, այլ ոչ թե մենակ փորձի ինքը մենակով աշխատել ու մենակով պայքարել գոլի համար, պետք է թիմային աշխատանք լինի եւ համախմբվածություն, որոնց ցավոք մեր հավաքականում եւ առհասարակ թիմային խաղերում պակասում է միշտ։ Բոլորը լավ են խաղում, բայց ճիշտ ամենալավ խաղացողը Սպերցյանն է։ Գնալով որակը բարձրանում եմ կարծիքով։ Օրինակ, ինչ փոփոխություններ են եղել ձեր կարծիքով կամ ինչ պետք է լինի, որ ավելի լավ հանդես գան մերում։ Համախմբվածություն, որը ոչ մի պակասել է մեր հավաքականին։ Ինձ թվում է ժամանակի ընթացքում, ասենք մի որոշ ժամանակ հետո մենք լավ էլ կխաղանք։ Ինձ թվում է դրամական ֆոնդը պետք է շատացնեն ֆուտբոլին տրամադրվող։ Կարծում եմ ըստ դրա էլ կախված է ավելի պրոֆեսիոնալ իրենց դասընթացներ անցկացնել, որպես այդպիսին տարածքներ վարձել, չգիտեմ հատուկ, որ այնտեղ ավելի լավ կպատրաստվեն, թեկուզ պետք լինի օրը 12 ժամ։ Ներկա հավաքականի խաղացողները մեղք չունեն, նորմալ պիտի հնարավորություններ տան, նորմալ պիտի այդ մարդկանց տեր կաղնեն, որ իրանք էլ իր ազգի պատիվը դրսներում կարողանան բարձր պահեն։ Ձեր կարծիքով օրինակ ֆուտբոլում ինչ պետք է փոխվի, որ մերոնք ավելի լավ հանդես գան, ինչ բացեր կան։ Դե առաջի հերթին մարզիչներից է կապված դա, երկրորդ հերթին իրանց հնարավորությունները մարզելու, որ ասում եմ, դա շատ մեծ կարևորություն ունի, ու երրորդն էլ գիտեմ, թե հենց ամեն մի ֆուտբոլիստի հետ, բացի ֆուտբոլից,
մի քիչ էլ հետները շփվեն, որ սա ազգի պատիվ է, ժողովրդի պատիվն է բարձր պահելու համար, որ իրանք մաքսիմալ ներգրաված լինեն ու մաքսիմալ այդ խաղը իրականություն դարձնեն։ Նախ իմ կարծիքով պետք է ներքին առաջնությունը ուժեղանա, պետք է իսկ դա փող արժի։ Երբ որ ներքին առաջնությունը կուժեղանա, այն ժամանակ կհայտնվեն ֆուտբոլիստներ, որոնք հետո կդառնան լեգիոներներ, որոնք այնտեղ ավելի կզարգանան, դու կգան հավաքական։ Այդպես երկար ճանապարհ ունի անցնելու։ Իսկ մեզ մոտ մեր առաջնությունը թույլ է, շատ թույլ։ Էլի մեծ մասը լեգիոներ են, բայց լեգիոներները դե ինչ հնարավորություն ունեն, բերում են այն ֆուտբոլիստներին, որոնք մակարդակով շատ բարձր չեն։ Ուրիշ երկրներ շատ ավելի են բանանում սպորտսմեններին կամ նման մարդկանց ոգևորում, խրախուսում, ինչու՞ չէ նաև նվիրում, այդ բոլորը երևի պակասում է։ Գուցե դա է պատճառը իմ կարծիքով։ Պետք է զարգացնել ֆուտբոլը Հայաստանում, այդ կարծիքը ունեմ, ու ֆուտբոլի զարգացումը կապ չունի ոչ երկրի չափերից, ոչ մարդկանց տրամադրությունից, այլ օրինակ իմ ինչ կարծիք ունեմ ես։ Դա կախված է շատ երևի թե տնտեսությունից կարող եմ ասել։ Օրինակ ինչ